Հաղորդման գործընկեր Յասաման ռեստորան։ Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով մինչև 2035 թվականը աշխարհի բնակչության կեսից ավելին կունենա ճարպակալում։ Ճարպակալումը կանխարգելելով մենք կարողանում ենք կանխարգելել մնացած բոլոր հետևից տանող մյուս հիվանդությունները։ Միև չէ, որ ճարպակալումը վաղաժամ մահվան պատճառ է հանդիսանում, 10 տարով կրճատում է մարդու կյանքը։ Մեքենայի մեջ սուրճ ենք խմում, արագ լանչ ենք անում 15-20 րոպեում, փորձում ենք հասնել արագ կշտանալ, բայց կյանքի որակի փոփոխությունը խլում է առողջությունը։ Արագ սնունդ ընդունելը դա միայն ածխաջուրն է, որը կարող է մեզ արագ կշտացնել։ Կրուասանները, որոնք մենք այդպես բոլորս սիրում ենք եւ նախաճաշին հիմնականում կրուասաններ ենք օգտագործում, նրանք բոլորը ունեն տրանս ճարպեր։ Բացի սննդից անդրադառնանք այլ գործոնների, որոնք կարող են ճարպակալում առաջացնել։ Օրինակ, անառողջ քունը, քնի խանգարումները կարող են հանգեցնել։ Պարտադիր շատ լավ հարց եք տալիս։ Թույլատրվում է ԱՀԳ-ի կողմից ընդամենը 5 գրամ աղ, միջև 5 գրամ աղ օգտագործել։ Մեր ազգաբնակչությունը ըստ մեր հետազոտությունների օգտագործում է միջև 10 գրամ աղ։ Հաղորդման գործընկեր Elson Salon Studio։ Դուք դիտում եք Միֆեր առողջության մասին հաղորդումը, բարև ձեզ։ Ճարպակալումը 21-րդ դարի հիվանդություն է, այն համաճարակ անվանումն է ստացել։ Ճարպակալման դեմն առնել չի հաջողվում, թվերը տարեցտարի աճում են, այսպես առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով մինչև 2035 թվականը աշխարհի բնակչության կեսից ավելին կունենա ճարպակալում։ Եվ ուրեմն որոնք են ճարպակալման առաջացման պատճառները, ինչպես կանխարգելել եւ ինչպես է բուժվում ճարպակալումը, մեզ կասի էնդոկրինոլոգ Լուսինե Աղաբաբյանը, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ կրկին մեզ մոտ լինելու համար։ Շնորհակալություն։ Բժշկուհի, կան հետազոտություններ, որոնք փաստում են, որ Հայաստանի բնակչության կեսն ունի ճարպակալում, ցավոք անմասն չեն նաեւ երեխաները։ Անդրադառնալու ենք խնդրին, քանի որ մարդիկ լուրջ չեն վերաբերվում այս հիվանդությանը, ասենք թե ինչի հետ մենք գործ ունենք։ Նախ ուզում եմ ասել, որ ճարպակալումը դա վաղուց էսթետիկ խնդիր չի համարվում, դա մարտահրավեր է, որին բախվել ենք բոլորս, բոլոր տեսակի մասնագետները եւ մանկաբույժները եւ մեծահասակների բժիշկները։ Ուզում եմ ասել, որ մենք շատ վաղուց ենք խոսում մետաբոլիկ համախտանիշի մասին, դա կոչվում է X սինդրոմ կամ կվարտետ, որը մահացու է համարվում։ Դրա 4 կարևոր բաները ճարպակալումն է, զարկերակային հիպերտենզիան, մետաբոլիկ համախտանիշն ու շաքարային դիաբետը եւ իհարկե դիսլիպիդեմիան, այսինքն խոլեստերինների ճարպերի նյութափոխանակության խախտումը։ Եվ այս 4-ի ամենակարևոր ցուցանիշը, ամենակարևոր մեխը, ինչպես ասում էր իմ ուսուցիչը, դա ճարպակալումն է, հավելյալ քաշն է։ Ճարպակալումը կանխարգելելով մենք կարողանում ենք կանխարգելել մնացած բոլոր հետևից տանող մյուս հիվանդությունները, որոնք կարող են առաջանալ ճարպակալման հետևանքով։ Այո, Հայաստանի Հանրապետությունում կատարվել է հետազոտություն, որը ցույց է տրվել, որ 49%-ից ավել մեր բնակչությամբ տառապում է ճարպակալմամբ, եւ սա մեծահասակների թիվն է, երեխաների շրջանում նույն սիտուացիան է կատարվում, որը որ շատ մտահոգիչ է։ Այո, միև չէ, որ ճարպակալումը վաղաժամ մահվան պատճառ է հանդիսանում, 10 տարով կրճատում է մարդու կյանքը։ Ճարպակալումը 10 տարով կրճատում է մարդու կյանքը, բացի դրանից ճարպակալումը բերում է 2-ից 4 անգամ ավելացնում է սրտամկանի ինֆարկտի քանակությունը, 2 անգամ ավելացնում է ինսուլտների քանակությունը, իհարկե 5 անգամ ավելացնում է շաքարային դիաբետ 2-րդ տիպի առաջացման վտանգը, ինչը որ բավականին ցավալի տոկոս է կազմում։ Ուրեմն ասենք, որոնք են ճարպակալման պատճառները, դրանք միայն շատակերությամբ են պայմանավորված։ Ճարպակալման պատճառները իհարկե առաջին հերթին դա սնունդն է, ֆիզիկական ակտիվության բացակայությունը, իհարկե շատ կարևորում եմ ֆիզիկական ակտիվությունը, կան դեղորայք, որոնք կարող են առաջացնել քաշի ավելցուկ, կա հիվանդություններ, որոնք նպաստում են քաշի ավելացմանը, ինչ խոսք, դա էլ պետք է հաշվի առնել, բայց առաջինը բոլոր տեսակի ճարպակալման տեսակները բուժելուց անդրադառնում ենք կենսակերպին։ Անդրադառնանք կենսակերպին, խնդրում եմ, մասնավորապես ինչ սնունդն է նպաստում ճարպակալման, եւ այստեղ կխնդրեմ անդրադառնանք նաեւ Ե մագնիշումով սնունդին, որին հաճախ ուշադրություն չեն դարձնում մարդիկ, երբ գնումներ են կատարում։ Ինչ վերաբերվում է սննդին, ուզում եմ ասել, որ մենք բոլորս ապրում ենք ուրբանիզացիայի
ներքո։ Մեր կյանքը կարծես թե հեշտացվել է։ Ամեն ինչը սմարտերով, ամեն ինչը on-line կարող ենք եւ գնումներ կատարել, on-line կարող ենք մասնակցել մեր կոնֆերանսներին։ Եթե նախկինում պետք էր հեռուստացույցի ալիքները փոխելու համար բասկաթոռից վեր կենալ գնալ, փոխել եւ վերադառնալ, մենք այսօր դրա խնդիրներ չունենք, ամեն ինչը մեքենայով է եւ վերելակներով է։ Այսինքն կարծես թե մեր կյանքը հեշտացվել է, բայց այդ հեշտացնելը ուներ իր կողմնակի էֆեկտը։ Մենք ավելի пассив ենք դարձել, մեր կյանքում փորձում ենք մեր կոմֆորտ զոնան ստեղծել եւ արագ սնվում ենք, որովհետեւ ժամանակ չի հերիքում այս արագ կյանքի մեջ, մեքենայի մեջ սուրճ ենք խմում, արագ լանչ ենք անում 15-20 րոպեում, փորձում ենք հասնել արագ կշտանալ, բայց կյանքի որակի փոփոխությունը խլում է առողջությունը։ Այո, կյանքի որակի փոփոխությունը խլում է առողջությունը, որովհետև արագ սնունդ ընդունելը դա միայն ածխաջուրն է, որը որ կարող է մեզ արագ կշտացնել։ Իսկ ածխաջուրը բերում է բավականին շատ խնդիրների, նաև բիոքիմիական խնդիրների մեր առողջությանը։ Այն ինչը որ մենք պարտավոր ենք անել, դա մանրաթելներն են, կլիտչատկան է, որը որ անհրաժեշտ է, որ մեր սննդի մեջ, մեր սննդային ափսեի մեջ պարտադիր պիտի լինի։ Մեր ափսեի 1/3-ը պիտի լինի միայն բանջարեղեն, տարատեսակ բանջարեղեն եւ ինչքան շատ գույներ, 5-ից 7 գույն ասում են սննդաբանները, մեր ափսեն պիտի ներառի։ Եվ մնացած արդեն մյուս ափսեի մյուս կեսը պիտի կազմի սպիտակուցը եւ ածխաջուրը։ Ոչ մեկ չի ասում, որ պետք է բացառել ածխաջուրը ամբողջությամբ, իհարկե հնարավոր չէ, բայց պետք է բալանսավորված սնվել եւ սպիտակուցների քանակը միշտ պահել ճիշտ քանակությամբ։ Շատ կարևոր է այսօրվա սննդակարգի մեջ մենք սնունդ ընտրելուց շատ քիչ ենք ուշադրություն դարձնում, թե ինչ սննդակարգ ենք մենք օգտագործում եւ ինչ հավելումներ կա նշված մեր սննդի մեջ։ Են, այսինքն տրանս ճարպերը, որոնք կան մեր սննդի մեջ, նույն կարող եմ ասել կրուասանները, որոնք մենք այդպես բոլորս սիրում ենք եւ նախաճաշին հիմնականում կրուասաններ ենք օգտագործում, նրանք բոլորը ունեն տրանս ճարպ։ Նույն գազավորված հեղուկները, որոնք մեր երիտասարդները շատ սիրում են, անուններ չեմ ուզում տալ, բայց գազավորված հեղուկը չի հագեցնում ծառավը, ինքը ընդհանրապես մեծ քանակությամբ շաքարի պաշար է ավելացնում օրգանիզմում, որը որ բնականաբար միայն վտանգում է առողջությունը։ Բացի սննդից անդրադառնանք այլ գործոնների, որոնք կարող են ճարպակալում առաջացնել։ Օրինակ, անառողջ քունը, քնի խանգարումները կարող են հանգեցնել։ Դա պարտադիր շատ լավ հարց եք տալիս, շնորհակալություն, շատ կարևոր հարց է։ Ամբողջ օրվա ընթացքում մեր ստրեսային հորմոնները բարձր են, կորտիզոլ հորմոնը բարձր է ամբողջ օրվա ընթացքում։ Եվ նրա համար, որ մենք հանգստանանք, մեր ուղեղը, մեր օրգանիզմը հանգստանա, ժամը 9-ից հետո բարձրանում է մեր մյուս հորմոնը, հանգստացնող, այսպես ասած, հորմոնը դա մելատոնինն է։ Մելատոնինը բարձրանում է եւ ամբողջ գիշեր մինչեւ լուսածակ ինքը լինում է բարձր։ Ինչ է դա նշանակում։ Նշանակում է մեր օրգանիզմը հանգստացնում է ստրես հորմոններից։ Իսկ եթե մենք ուշ ժամի ենք քնում, բնականաբար հեռուստացույցի առաջ որևէ բան պիտի ուտենք, բնականաբար առանց զբաղմունքի հեռուստացույց ոչ մեկ չի նայում եւ եթե ուշ ենք քնում, ստրես հորմոնները բարձր մակարդակի վրա են մնում։ Մենք խորհուրդ ենք տալիս քնել 11-ից, քանի որ այդ ժամից սկսած նաև ճարպայրումն է ուժեղանում մեր օրգանիզմում եւ մենք կնպաստենք նաև ճարպայրմանը։ Ժառանգական գործոնը կարևոր է։ Ժառանգական գործոնը շատ կարևոր է։ Ունենում ենք ընտանիքներ, որտեղ թորնիկին բերում է տատիկը, բայց տատիկն ու պապիկը նույնպես գեր են լինում, դա նշանակում է, որ կան ընտանիքի սովորություններ, որոնց հետ զրուցելուց այդ պարզում ենք եւ սկսում ենք օգնել իրենց նախ ընտանեկան սովորությունները փոխել։ Հետո նոր արդեն անդրադառնում ենք երեխայի առողջությանը։ Շատ լավ, կան մարդիկ, ովքեր ասում են, իմ մոտ ամեն ինչ նորմալ է սննդակարգում, բայց ես գիրանում եմ հորմոններից։ Բժշկի չի գնացել, բայց մեղքը բարդում է հորմոնների վրա բժշկուհի, ասենք ինչպես պարզել։ Մենք ունենք իհարկե հիվանդություններ, որոնք գիրացնում են, բայց դա ընդամենը 15-ից 20%-ն է ամբողջ ճարպակալման կազմում հորմոնալ գիրացումը։ Այսօր տրենդային դարձած հոմաինդեքս եւ ինսուլին որոշելը բոլորը համատարած որոշում են ինսուլինը եւ գտնում են, որ ինսուլինն է պատճառը իրենց քաշի ավելացման, այդքան էլ այդպես չի։ Իհարկե ինսուլինը իր դերը ունի այդ ամենում, բայց մենք սխալ կողմից ենք հարցին մոտենում։ Ճարպակալումն է բերում ինսուլինի
քանակի ավելացմանը եւ իր հետ բերում է ինսուլինի հանդեպ ռեզիստենտականությամբ եւ հաջորդ քայլը նախադիաբետ եւ դիաբետ երկրորդ տիպ։ Այսինքն ճարպակալման հետևանք որպես կարելի է հիպերինսուլինեմիան գնահատել։ Հիմա կարող ենք ասել, որ միֆ չէ, որ ինսուլինը խանգարում է նիհարել։ Իհարկե, ինսուլինի քանակը իջնում է, երբ դու սկսում ես նիհարել։ Դա աբդոմինալ ճարպակալման մասին է խոսքը։ Ես միշտ ասում եմ, այն մարդիկ, որոնք գիրանում են որովայնի հատվածով, նրանք ավելի հակված են եւ սրտանոթային պատահարներով եւ շաքարային դիաբետով հիվանդանալուն, քան այն մարդիկ, որոնք հետույքով են գիրանում, որովհետեւ աբդոմինալ ճարպակալումը հենց ինքն է թիրախ խնդիրը մեր օրգանիզմի համար։ Հիմա ինչպես պարզել, ունեն ավելցուկային քաշ կամ ճարպակալում, կարևորը կշեռքի թվերն են, թե որովայնի շրջագիծը։ Իհարկե կարևորը որովայնի շրջագիծն է, կանանց համար 80-ը, տղամարդու համար 94-ն է գոտկատեղի շրջագիծը։ Բացի դրանից մենք ունենք մարմնի զանգվածի ինդեքս, որը որ որոշում ենք կշիռը բաժանվում է հասակը քառակուսիով, ես տանում ենք թիվ, եթե թիվը մինչև 25 է, դա համարվում է նորմալ առողջ, իսկ եթե 25-ից 29-ը հավելյալ քաշ 29-ից հետո արդեն համարում ենք ճարպակալում։ Բայց մարմնի զանգվածի ինդեքսը ինքը իդեալական ցուցանիշ չի, քանի որ մարդիկ կարող են լինել լավ զարգացած մկանային զանգվածով եւ կշռեն բնականաբար ավել, մկանային զանգվածը ավելի ծանր է, քան ճարպը։ Դրա համար շատ ավելի հեշտ է գոտկատեղով չափել ճարպակալում ունենք թե ոչ։ Ինչու պետք է հնչի ահազանգ, որ թվերը գերազանցում են, ինչ բարդություններով է հղի։ Բարդությունները շատ են, բարդությունը նաև էնդոկրին համակարգի հետ է իհարկե առնչվում, ինչպես ես ասեցի, եթե ունենք ճարպակալում, մենք ունենում ենք որպես օրենք ինսուլինի հանդեպ ռեզիստենտականություն, որը կարող է լինել նաև ձվարանների պոլիկիստոզի պատճառ, որը կարող է լինել նաև անպտղության պատճառ, որը կարող է լինել նաև շաքարային դիաբետի առաջացման պատճառ։ Բացի դրանից ճարպակալումը լուրջ ռիսկի գործոն է հղիության ժամանակ դիաբետ առաջացման։ Մենք այսօր ներդրել ենք Հայաստանի Հանրապետությունում տեստավորում, գլյուկոզե տոլերանտության տեստ է կոչվում բոլոր հղիներին, բոլոր մայրիկներին այդ տեստավորումը արվում է վաղ հայտնաբերելու համար գեստացիոն դիաբետը, քանի որ դա հետագայում մայրիկի եւ բալիկի առողջության մասին է։ Իսկ վահանաձև գեղձը ինչպես է ազդում ճարպակալման վրա եւ հորմոնները կարգավորելով կարող ենք ազատվել ավելորդ քաշից, թե սննդակարգը էական է։ Ես շատ հաճախ եմ լսում, որ բժշկուհի ջան, ես ունեմ վահանաձև գեղձի խնդիր, հորմոնալ խնդիր, այդ իսկ պատճառով ես գեր եմ։ Դա այդքան էլ այդպես չի։ Վահանաձև գեղձի ժամանակ, հիպոֆունկցիայի ժամանակ, թերֆունկցիայի ժամանակ ավելանում է հեղուկի քանակը, այտուցներն են ավելանում, այսինքն թող լինի դա 4-ից 5 կիլո ոչ ավել։ Հիմնականում հիմնական խնդիրը սննդակարգն եւ ապրելակերպն է։ Ամեն ինչ վահանաձև գեղձի վրա չենք կարողանում։ Իսկ կանանց մոտ ցիկլի խանգարումները կարող են։ Այո, կանանց մոտ ցիկլի խանգարումները կարող են, քանի որ ինսուլինի բարձր ցուցանիշները ճարպակալման հետ կապված բերում են ձվարանների պոլիկիստոզի։ Պոլիկիստոզը այն հիվանդությունը, որը կարող է լինել պատճառ նաև անպտղության աղջիկների, բացի դրանից մեր երիտասարդները շատ հաճախ գնում են մազահեռացման, պատճառը չհետազոտելով եւ որևէ արդյունք չեն ստանում։ Փաստորեն միֆ չէ, որ մազահեռացման պրոցեդուրաները չեն օգնի, եթե պատճառը ճարպակալումն է։ Այո, եթե կա հորմոնալ խնդիր, մազահեռացման պրոցեդուրաները չեն օգնի, իսկ ճարպակալման հետ պայքարելով մենք կարգավորում ենք օվուլյացիան ձվարաններում, ֆունկցիան վերականգնվում է եւ շատ հաճախ հավելյալ դեղամիջոց պետք չի լինում անպտղությունը բուժելու նպատակով։ Եվ այս դեպքում արդեն, երբ հորմոնները կարգին են, մարդն առողջ է, կարող են մազահեռացման պրոցեդուրաներն իսկապես օգնել, հակառակ դեպքում անօգուտ են։ Նախկինում տատիկները համարում էին, որ եթե թորնիկը շատ կուշտ է եւ թմբլիկ է, ուրեմն ինքը առողջ է, եթե կհիշեք, շատ հաճախ այդ նախադասությունը հնչում էր առողջացել է։ Այսինքն քաշ է հավաքել, ուրեմն առողջ է։ Այսօր նիհարիկ երեխաներին ասում են հիվանդոտ։ Այո, հիվանդոտ է, իսկ թմբլիկ երեխան առողջացել է։ Ցավոք սրտի լրիվ հակառակն է, կյանքը ապացուցեց, որ քաշը դեռ առողջության մասին չի խոսում։ Դուք նաև նշեցիք, որ ճարպակալումը կարող է անպտղության պատճառ դառնալ, նաև հանգեցնել պտղի կորստի։ Այո, որովհետև եթե մենք խոսում ենք հեստացիոն դիաբետի մասին, որը առաջանում է հիմնականում որպես ռիսկի գործոն ճարպակալման հետևանքով նաև,
Այդ դեպքում մենք երեխայի կորստի վտանգ ունենք, այդ դեպքում մայրիկի առողջության վտանգ ունենք, դրա համար ճիշտ ժամանակին կանխարգելելը եւ պլանավորելը հղիությունը շատ ավելի գրագետ է։ Պլանավորելուց հղիությունը քաշը նվազեցնում ենք, հետո նոր թույլ ենք տալիս մնացած գինեկոլոգիչի իրենց հետազոտությունները շարունակել։ Այսպեսով մենք պարզեցինք, որ ճարպակալումը գնացքի նման իր հետևից քաշում է մի շարք հիվանդություններ, որոնք ավելի հեշտ է կանխարգելել։ Ինչպես կանխարգելել ճարպակալումը։ Այն մարդիկ, որոնք ունեն ժառանգական նախատրամադրվածություն, ճարպակալման, իսկ նրանները շատ են, նրանք պիտի հասկանան, որ կենսակերպը ուղեկցելու է իրենց ամբողջ կյանքի ընթացքում։ Ճարպակալումը դա հիվանդություն չէ, որը ունի կուրսային բուժում։ Դա հիվանդություն է, որը ամբողջ կյանքում ուղեկցելու է իրենց։ Այսինքն, եթե մենք խոսում ենք կենսակերպի մասին, եթե մենք խոսում ենք առողջ բալանսավորված սննդի մասին եւ ֆիզիկական ակտիվության մասին, դա ամբողջ կյանքի մասին է։ Չի կարելի անել սննդակարգ դիետաներ տարատեսակ, որոնք այ պացիենտները մեր սոցցանցերից վերցնում են սննդակարգեր, ոչ ինդիվիդուալ մշակված սննդակարգեր, որոնք կարող են իրենց օգնել 5-10 կիլոգրամ նվազեցնել քաշը, բայց հետագայում կրկնակի են ավելացնում, որովհետև անվտանգ նվազեցվում է քաշը ամսական 4-ից 5 կիլոգրամ ոչ ավել։ Հենց դրա համար էլ ասում են առողջ ապրելակերպ։ Այո։ Այսինքն մենք բոլորս պետք է հետևենք առողջ ապրելակերպի, առողջ ապսեի կանոններին, որպեսզի լինենք առողջ եւ հիվանդություններն էլ կանխարգելելու կամ բուժելու համար նորից պիտի գանք առողջ ապսեի կանոններին։ Այո, առաջինը միշտ առողջ ապրելակերպն է, ֆիզիկական ակտիվությունն է, հետո նոր դեղորայքը միանում է այդ ամեն ինչ։ Առողջ ապսեի կանոնների տիրույթում անդրադառնանք աղին։ Չարաշահմանը, որն է սահմանը։ Մեր առողջապահության ազգային ինստիտուտը կատարել է մի հետազոտություն, որը որ ցույց տվեց, որ 40%-ը մեր աղի, որը մենք ընդունում ենք օրվա ընթացքում, ստանում ենք մենք հացից։ Մոտավորապես 12%-ը մենք ստանում ենք պանրից։ Իսկ մեր ազգաբնակչությունը ինչ է սիրում շատ։ Ուտել հաց եւ պանիր։ Այո։ Այսինքն ուղակի վերացնելով սեղանի վրայից աղը մենք այդ հարցին որևէ լուծում չտվեցինք։ Առավել եւս որ մեր ազգաբնակչության ընդամենը 15-20%-ն է դուրս է սնվում, հիմնականում սնվում են տան պայմաններում եւ վերացնել պետք է սովորացնել ինչքան աղ կարելի է օգտագործել եւ դա միայն սեղանի աղը չի։ Թույլատրվում է ԱՀԳ-ի կողմից ընդամենը 5 գրամ աղ, միջև 5 գրամ աղ օգտագործել։ Մեր ազգաբնակչությունը ըստ մեր հետազոտությունների օգտագործում է միջև 10 գրամ աղ։ Բայց իրենք մեղավոր չեն, եթե հացը այդքան աղ է պարունակում։ Այսինքն, պիտի պակասեցնենք հացի օգտագործումը, պիտի պակասեցնենք աղի, պանրի տեսակների օգտագործումը մեր առօրյայում, դա պետք է բնակչությանը հասցվի, նրանք պիտի գիտակից լինեն, պետք է լինի պետական քաղաքականություն, որպեսզի հացի արտադրամասերում չթույլատրվի այդչափ աղ օգտագործել հացի խմորի մեջ։ Ոչ միայն վնասում է ճարպակալմանը եւ շաքարային դիաբետին, նա վնասում է նաեւ սրտանոթային պատահարներն է շատացնում ծաղկերակային ճնշում ունեցող պացիենտների համար։ Բժշկուհի, այդ դեպքում նշենք ճարպակալման բուժման մեթոդները որոնք են։ Ուրեմն բուժման մեթոդները շատ են, բայց բոլորը սկսվում են սննդակարգից, ֆիզիկական ակտիվությունից, հետո նոր դեղորայքային։ Դեղորայքային բուժման մեթոդներից կուզեմ նշեմ մի քանիսը, որոնց մասին այսօր տրենդային է դարձել եւ բոլորը շատ խոսում են Ozempic, Wegovy, Mounjaro պրեպարատների մասին։ Այս պրեպարատները ի սկզբանե ստեղծվել են շաքարային դիաբետ բուժելու նպատակով։ Հետագայում, երբ տեսել են, որ շատ լավ նվազում է նաեւ քաշը, բնականաբար արդեն նշանակվում են նաեւ ճարպակալում բուժելու համար, բայց ինքնուրույն առանց բժշկի, առանց նախապես հետազոտվելու չի կարելի օգտագործել որևէ պրեպարատ քաշ նվազեցնելու նպատակով, որովհետև իրենք բոլորը ունեն իրենց կողմնակի էֆեկտները եւ բնականաբար կողմնակի էֆեկտներից հետո դիսկրեդիտացիա է արվում հենց ինքը պրեպարատը։ Բացի դրանից ճարպակալումը բուժում ենք նաև բարիատրիկ վիրաբուժության միջոցով, այսօր Հայաստանում բավականին շատ է դա կատարվում, գիտեք, բարիատրիկ վիրահատությունը ունի նույնպես իր ցուցումները, առհասարակ ցուցումներ էին մարմնի զանգվածի ինդեքսը 40 եւ ավել, այսօր ցուցում է հանդիսանում նաև 35 եւ ավել մարմնի զանգվածի ինդեքսը, բայց այն դեպքում, եթե պացիենտը ունի սոմատիկ այլ խնդիրներ, արտրոզներ, արտրիտներ, ողնաշարային խնդիրներ
խնդիրներ, ճնշման խնդիր, նախատրամադրվածություն շաքարային դիաբետի, այդ դեպքում մենք ցուցում ենք իհարկե բարիատրիկ հիվանդությունը, բայց սա էլ առանց կողմնակի էֆեկտների չի, որովհետև ստամոքսը, ինչպես եւ ցանկացած մկան, ինքը նորից լայնանալու ունակ է եւ գիտությունը ցույց է տալիս, որ 5 տարի անց այդ բարդիկ որպես օրենք սկսում են նորից քաշ ավելացնել, եթե սննդակարգը ճիշտ չեն պահպանում։ Այո, ցավոք մենք մտածում ենք առողջության մասին միայն այն ժամանակ, երբ զգում ենք դրա կարիքը։ Մինչդեռ ամենամեծ երջանկությունը առողջ լինելն է։ Հետևեք մեր թողարկումներին, տիրապետեք ինֆորմացիայի ուժին, եղեք պաշտպանված։ Մենք զրուցում ենք էնդոկրինոլոգ Լուսինե Աղաբաբյանի հետ։ Շնորհակալություն նաև Յասաման ռեստորանին, ընկերական համեղ հանդիպումների, ջերմ հիշողությունների լավագույն հավաքատեղի համեցեք Յասաման, Երևանում, Ծաղկաձորում եւ Սևանում։ Մինչ հանդիպում։